Կառավարությունն այս տարվանից Ալավերդու Սայեթնովայի անվան համար 8 դպրոցը հաստատել է որպես ներառական կրթություն իրականացնող դպրոց։ Չնայած դպրոցն արդեն 4 տարի է հատուկ համապատասխան ուսումնական պլանով ներառական կրթություն է իրականացնում։ Հիմա նույնիսկ հատուկ կարիքավոր աշակերտների վերագնահատում են անում դպրոցում։ Այս 6 աշակերտը վերագնահատվում են։ Այսինքն նրանք 3 տարի սովորել են ուրեմն առանձնահատուկ ծրագրով, անհատական ծրագրով են պլանով, ուսումնական անհատական պլանով են սովորել նրանք։ Հիմա 3 տարի հետո տեսնում ենք այդ երեխան գուցե եւ այնպիսի երեխա է եղել, որ հոգեբանական խնդիրներ է ունեցել փակվածության, այս 3 տարիների ընթացքում հաղթահարել է իր խնդիրները եւ հիմա նման խնդիր չունի։ Այսպես դրա համար անդադ վերագնահատում կազմակերպում են։ Այժմ Սայեթնովայի անվան դպրոցում 18 հատուկ կարիքավոր երեխա է սովորում։ Տնօրենն ասում է, որ բոլոր երեխաները հավասար հնարավորություն ունեն կրթություն ստանալու։ 2012 թվականից նրանց հետ արդեն կաշխատեն հատուկ մասնագետներ՝ լոգոպեդ, հոգեբան, սոցիալական աշխատող։ Կառավարությունն այդ նպատակով ֆինանսավորում կհատկացնի։ Կանթվից հունվարից նրանք կստանան լրացուցիչ ֆինանսավորում կլինեն եւ նրանց համար կընդունենք համապատասխան մասնագետներ, հոգեբաններ, կա հոգեբանական առանձնահատկություն, կա լեզվական խնդիրներ ունեցող լոգոպեդ կլինի, հատուկ մանկավարժ կլինի, սոցիոլոգ կլինի։ Տեսնենք, սա հեռանկար ես հիմա հնարավոր է, որ այդ ֆինանսավորման հետ կապված դրանցից 2-ը լինեն, ոչ թե 4-ը, 3-ը լինեն, ամբողջական դրույքով չլինեն կապված աշակերտների թվից։ Նատալիա Ուսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։